Բարև ձեզ, այսօր 12-ն է մարտի, ես եկել եմ տարբեր հարցերով, բայց առաջնահարկը հերթին ես խոսում եմ մեր գուրքահարկի բարձրացման վերաբերյալ։ Ես ուղղակի չէի պատկերացնում, որ մի 5 տարվա մեջ այս կառավարության բանում այսպիսի մեծ թվերը 4 անգամ գուրքահարկը բարձրացել է։ Իսկ դուք ինչպես գիտեք, եթե ես մի բան ասում եմ, ես փաստերը պարտադիր ներկայացնում եմ։ Ու դրա համար պլյուս դրան դուք ինչպես գիտեք երկրագնդի վրա այդպես բան չկա, որ աղբահանությունը մետր քառակուսից աղբահանություն կատարեն։ Ու դա նույնպես ավելանալով նույնպես մեծ թվեր է բռնել, մեկ առաջ մուծում են 400 դրամ, մարդու կինենք խոսքորինակ երկու հոգին ըստ նրանից առաջ եղել է 50 դրամ նախկիների ժամանակաշրջանում։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ։ Ես ուղղակի մարդկանց, այնտեղ ոնց ասեմ, մարդիկ կան, որ չեն հավատում, զոմբիներ են կամ եսի ինչ են, ես նրանց հաթաթ ցույց կտամ, խնդրեմ, ես տարբեր թվերը, ուրեմն 2021 թվականին եղել է 16581 ռուբլի դրամ, 2022-ին եղել է 19898, 2023-ին դուք նայեք ինչպիսի սահուն բարձրացնում են, որ ժողովուրդը չզգա։ 2023 թվական 23214, 2024 թվական 33163, 2025 թվականին 49074, 2026 թվականին 66325։ Հիմա այստեղ նայեք, մի հատ ցույց տվեք, 2021 թվականին եղել է 16581, ու մեկ էլ դուք նայեք 2026 թվականին եղել է 66325 դրամ։ Ուղիղ 50 հազարով ավելացել է գուրքի հայկը, պլյուս դրան մեկ էլ այստեղ նայեք։ Դուք նայեք, ես այստեղ էլ պլյուս դրան մեկ ամիս եթե չեմ մուծել, ուրեմն 2947 դրամ ավելացել է տուժ տուգանքները։ Ու այսպիսով նրանք ամեն ինչ անում են, այզում են, որ ժողովրդին թալանեն։ Ու սա այսի մեկ։ Այս էլ աղբահանությանը, որ դուք բոլորիդ պարզ լինի, սա ոչ միայն էսի իմ սեփական տան համար է, ես նույնը ունեմ նաև պետական տների համար ինչա, սա էլ գուրքահարկն է, նայեք, ուրեմն 400 դրամը, որ 50% էր դարձեցին 100%, նրանց հետո դարձին 200 դրամ, հիմի դարել է 1845 դրամ, ուրեմն այստեղ նայեք արդեն դարել է 44280 դրամ։ Դուք պատկերացրեք ինչա, ես ինքս թոշակառու եմ, 36000 դրամ փող եմ ստանում ու պլյուս դրան ես ի վիճակի չեմ ոչ միայն սրանք մուծել, իսկ դրանք էլ հատուկ հաշվարկներ են արել։ Դուք նորվա թվերը դուք տեսաք, ինչպիսի մեծ թվեր են, դա ինչ է նշանակում։ Թոշակը, եթե դուք ուզում եք, ես կարողանամ այս տվյալ թվերը մուծեմ, որոնք ինձնից թալանելով վերցնում են մեր ժողովրդից 50 հազար դուք ավելացել եք, չհաշված այդ տվյալ գուրքահարկը իր գումարն է 66000։ Հիմա նայեք ինչ է, դուք եթե դաժե 100 հազար թոշակ տաք, ես ի վիճակի չեմ լինելու, խոսքի օրինակ իմ թոշակը դարձնեք 100 հազար, ես ի վիճակի չեմ լինի, որ մուծել տվյալ փողը, որտեղ անհնար է։ Ես մինչև հետո կարողանամ այդ փողը հավաքեմ, ձեր տուժ տուգանքները այնքան մեծ թվեր են իրանից, եթե ամիսը 3000 դրամ ավելանա, ես ինչ 10000-ի մասին է խոսքը։ Ու հələ դա այդ ասում է պետք է ապրելից լինի։ Շատ կասկածել է մինչև ապրել ինչ է լինելու։ Հիմա ամփոփելով ինչ խոսք ունեք։ Ես ուզում եմ ամփոփելու համար մեկ էլ այս մի բան էլ ես ցույց տվեցի, որ նույն պատմությունը նաև պետական շենքերին է, նույնպես 4 անգամ գները բարձրացել է այնտեղ, որ այնա սահուն են բարձրացել, որ ժողովուրդը չզգա։ Հիմա դուք ես դիմում եմ մեր ժողովրդին, ժողովուրդ, եթե ինպես մարդիկ կան, որ ովքեր խոսքի օրինակ իրոնց մոտ նույնպես գուրքահարկը այսպեսի բարձր թվեր են, թող խոսքի օրինակ իրանք նույնպես արձագանքեն մեր այս տվյալ բանին։ Ուրիշ բաներ չեմ ասում, ես ֆիզիկապես չեմ կա, մեր տարիքի մարդկանց ասում են աշխատանք ամեն տեղ կա, ես արդեն 8 ամիս է գործազուրկների տեղը գրանցվել եմ ու ինձ տարիքի մարդկանց ասում եմ ձեզ աշխատանք գոյություն չունի։ Մենք առաջին երիտասարդներին պետք է դիմենք, նրանից հետո առնվազն ես ինքս դուք ինչպես գիտեք գիտնական եմ, հայ գյուտարար եմ, ուրեմն դուք պատկերացրեք
Ինձ ասում դες մասնագիտության դες բաներ դες բան մասնագետ համարյա աշխարհում գոյություն չունի պլյուս դրան ես ասեմ նրանք ինձ առաջարկեցին ասին լավագույնը ձեզ կարանք որպես պահակ ընդունենք ասի խաչապի պահակ գույնեսով հացի բան չմնանք գիտնական եկել հասել ենք մեր վերջի կյանքի բանին գիտնական այդքան 5-3 ինստիտուտ ավարտ մարդը դուք եկել եք դաժի հացի փողի մենք հնարավորություն չունենք ինչի մասին է մեր թոշակները դուք պետքա բարձրացնեք այնքան որ կարողանանք այսքան տարի մենք ապրել ենք ըստ պահանջի լավ ապրել ենք այս ձերեսը 5-7 տարվա մեջ մենք սովի ենք գնում ինչն է պատճառը ես ուղղակի ես ոչ նիկոլական եմ ոչ այն միսից ոչ ես ասում եմ փաստերով ինչը գոյություն ունի ուրիշ բան ես ձեզ չեմ ասում իմ անունը Գագիկ Ալավերդյանը ինժեներ գյուտարար